думаешь, под дворами граф-татарцы иметь շամանակ Այստեղ դպերեց ինք ջնջոցարկի չէին գազը։ Ամբողջ կաթե վազել չպրաց է անձրև։ Բնակարանում այլևս տարաուկացած չի մնացել անձրևաջրերի համար։ Հատակը անձրևից պաշտպանելու վերջին հույսը Սուրիատատի խալաթն էր։ Թե քանի հագուստ ջուրը կտանի, դեռ չգիտեն, բայց ամեն անձրևից հետո Ղանդիլյան 22 աշենքի մասնավորապես 5-րդ հարկում պատկերն այսպիսինն է։ Պատճառը հունիսի 14-ի աղետն է, որը քշել է նաև այս շենքի տանիքն ու մինչ օրս բնակիչներին թողել բաց երկնքի տակ։ Աղետ է եղել է դորբանից հենց անձրևը կուկա այս նույն վիճակն է 3 լրիվ հարևաններով չենք կրնա ջուրը հավաքի այստեղ գոլ տված մինչև այնտեղ լսվավ իր աստունն էլ 4-րդ հարկը Այսպես քչքչալով գալիս էր դե ինչ կարող ես անես հավաքում հնարավորություն չկար ոչ մի ձևի անձրևը կասեցնելու ուժեղ հորդարատ անձրև էր տան մեջ Բայց երկնքի տակ։ Խոնավությունը փչացրել է 5-րդ հարկի բնակարանների վերանորոգումները, հեղեղել բոլոր սենյակները։ Այժմ շենքի բնակիչները եղանակի կանխատեսումները նայում են ոչ թե որպեսզի հասկանան ինչպես հագնվել, այլ ինչպես դասավորել կահույքը, որ կրկին անձրևի տակ չհայտնվի ու վնասվի։ 3 զալն էլ էր, արդեն գնաց է, յանի ռեմոնտ ընկերը մեկ քիչ մենել փչացրավ դրեցվեց։ Մինչև հավաքեցի ամբերն էլան Նորից բերեցի, փռեցի, դրի անձրևն եկավ, էլի սկսեց նույն վիճակը։ Մի հոգին հնարավոր չի եղնի, որ հաստնե հավաքի ջուրը թափի։ Գյումրու համայնքապետարանից ու Շիրակի մարզպետի աշխատակազմից են այցելել շենք, արձանագրվել են վնասները, համատիրությունից էլ նշել են, որ կան բնակիչներ, ովքեր վճարումներ չեն արել, ուստի պետք է վերանային իրենց պարտքերը։ 17-ին քաղաքապետարանից եկան մասնագետներ, բարձրացան վերև, տեսան, չափեցին, ձևեցին, ակտ գրեցին, ուղարկեցին մարզպետարան։ Մարզպետարանի 2 աշխատակից եկավ, նորից բարձրացան, դրանք արդեն սմետա բան երևի կազմեցին, երևի արդեն վնասի եւ ասենք տարածքը որոշեցին եւ գումարը վնասվածքների այսօր ասին որ 5 օր առաջ է դակտը ուղարկվել է նախարարություն։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը նշում է վնասները թե քաղաքում, թե գյուղերում մեծ են, իսկ կառավարությունից աջակցություն ստանալու համար աշխատանքներ տարվում են։ Ուժգին քամուց, կարկուտից ու անձրևից շենք շինություններին հասցված վնասների չափերն արդեն ուղարկվել են Հայաստանի Հանրապետության կառավարություն։ Հենց այդ օրվանից է որ կարելի ասել փոթորիկ եղել է, հենց այդ ժամանակվանից է կապի մեջ եմ եղել կառավարության հետ Բարբերաբար քննարկում ենք խնդրի լուծման տարբերակներ, կառավարությունը մեզանից սպասում է վերջնական պատկերի, ասեցի շենք շինություններն ուղարկել ենք, գյուղատնտեսականով աշխատանքներ տարվում են։ Ինչ վերաբերում է գյուղական բնակավայրերին, վնասները շատ մեծ են, հատկապես Ախուրյանում։ Պետքի վնասի ճիշտ գնահատումն էլ հատուկ ժամանակ ունի։ Այնտեղ լուրջ աշխատանք կանելու, որ հասկանանք, օրինակ այդ հազարավոր հեկտարներից գյուղատնտեսական մշակաբույսեր կան, որ քանի տոկոսն է վնասվել, այդ վնասվածը չվնասվածը հնարավոր է հետո վերականգնել, թե հնարավոր չէ, որ կարողանանք վերջնական պատկեր ունենանք փոխհատուցման մասին խոսալու համար։ Դավիթ Արուշանյանի խոսքով ամենօրյա աշխատանք է տարվում։ Շուտով գործընթացը կհասցվի վերջնարդյունքին։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Տրաֆիգուրա ընկերության նախագահ Ջերեմի Ուեյրին։ Զրուցակիցները քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությանը եւ ընկերության կողմից մեր երկրում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր։ Ջերեմի Ուեյրը մանրամասներ է ներկայացրել աշխարհի տարբեր երկրներում Տրաֆիգուրա ընկերության գործունեության վերաբերյալ եւ ընդգծել իրենց շահագրգռվածությունը Հայաստանում եւս ծրագրեր իրականացնելու գործում։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է երկխոսության եւ քննարկումների շարունակականությունը համագործակցության հետագա քայլերը նախանշելու նպատակով։ Հուլիսի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլաքշի Սահասինհային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։
Նախքան մրցախաղերի մեկնարկը տեղի է ունեցել մրցավարական խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են բանակային խաղերի ծրագիրը, հստակեցվել ըստ օրերի կայանալիք միջոցառումները։ Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերի առաջին օրը կայացել է կողմնորոշում մրցաձևը։ Թիմերի ներկայացուցիչների համար պահանջը հետևյալն էր՝ անծանոթ տեղանքում արագ եւ անվտանգ հաղթահարել երթուղին, իրականացնել սահմանված վայրի հայտնաբերում եւ կարճ ժամանակում հատել վերջնագիծը։ Մրցավարները հետևել են մասնակիցների գործողություններին, գնահատել նրանց արագությունը, ճշգրտությունը։ Մրցաձևն անցկացվել է առանձին տղամարդկանց եւ կանանց շրջանակում։ Անհատական հաշվարկով մրցութային առաջին օրվա արդյունքները բաշխվել են հետևյալ կերպ. տղամարդկանց մրցապայքարում առաջին տեղ Պաշտպանության նախարարության թիվ 3 թիմի ներկայացուցիչ մայոր Տարոն Ազարյան, երկրորդ տեղ Պաշտպանության նախարարության թիվ 2 թիմի ներկայացուցիչ կապիտան Արտակ Անդրեսյան, երրորդ տեղ Պաշտպանության նախարարության թիվ 1 թիմի ներկայացուցիչ կապիտան Յուրի Մխիթարյան։ Կանանց մրցապայքարում առաջին տեղ Պաշտպանության նախարարության թիվ 5 թիմի ներկայացուցիչ կուրսանտ Մելինեթ Համրազյան, երկրորդ տեղ Արդարադատության նախարարության թիմի ներկայացուցիչ փոխգնդապետ Լիանա Անդրեասյան, երրորդ տեղ Ներքին գործերի նախարարության թիվ 2 թիմի ներկայացուցիչ ավագ սերժանտ Հասմիկ Մուրադյան։ Բանակային խաղերին մասնակցում են Պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների, քննչական, հակակոռուպցիոն կոմիտեների, դատախազության եւ պետական պահպանության ծառայության հավաքական 18 թիմեր։ Լավ լուր ֆինանսական զեղծարարության զոհ դարձած քաղաքացիների համար պետական տարբեր կառույցների եւ բանկերի գործակցության որոշում է կայացվել ընդառաջ գնալ տուժածներին եւ միջև քրեական գործի ավարտը միջանկյալ լուծում տալ հարցին։ Խոսքը զեղծարարների թիրախում հայտնված այն քաղաքացիների մասին է, որոնք մի օր հայտնաբերել էին, որ իրենց անունով առանց իրենց իմացության վարկեր կամ ապառիկներ են ձևակերպվել Հայաստանի տարբեր բանկերում։ Տուժած մեր քաղաքացիների խնդրին լուծում տալու նպատակով ներքին գործերի նախարարությունը նախաձեռնել է քննարկումներ մեր գործընկեր կառույցների հետ, նրանք են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի, Կենտրոնական բանկի եւ Քննչական կոմիտեի մեր գործընկերների հետ եւ ուրախ ենք հայտնել, որ խնդիրը այս պահին որոշակի լուծում է ստացել։ Մասնավորապես քաղաքացիների պարտավորությունները բանկերի նկատմամբ համապատասխան պայմանագրի կնքմամբ կսառեցվեն միջև քրեական վարույթի ավարտը ու վարկերի գծով տոկոսներ չեն հաշվեգրվի, իսկ միջև նոր որոշման կիրառումը տվյալ վարկերի հաշվարկված տոկոսները կզրոյացվեն, ժամկետանցները կվերացվեն, կճշգրտվեն, այսինքն սև ցուցակում քաղաքացիները չեն հայտնվի։ Այն գումարները, որոնք որ սպառողների հաշիվներից ելքագրվել այս 3 բանկերի մասով, իրանք հետ են վերադարձվելու հաճախորդների հաշվին, որոշակի պայմաններով, իհարկե մինչև նորից եթե դատական ակտը լինի, նորից արդեն այդ ժամանակ երևա անձը պետքա հետ վճարի այդ գումարը բանկին, թե այդքանով ավարտվում է պարտավորությունը։ Զեղծարարության զոհ են դարձել հիմնականում հայաստանյան 3 բանկի հաճախորդներ, ընդհանուր գումարը կազմում է մոտ 100 միլիոն դրամ։ Կիբերհանցագործության թե խաբեության զոհ Կենտրոնական բանկի ներկայացուցչի խոսքով զեղծարարությունները կատարվել են բացառապես անձնական տվյալներն օգտագործելու միջոցով։ Բանկը ինչ որ խնդիր է ունեցել ծրագրային, որի միջոցով թիրախավորել են բանկին, բանկի համակարգը ու բանկի միջոցով հաճախորդից գումար են տարել, այդպիսի դեպք մենք չենք ունեցել։ Քաղաքացիները խաբվում են եւ անձնական տվյալներ փոխանցում այլ մարդկանց։ Ճնշող մեծամասնությունը անձին տրամադրել են այդ տվյալները զեղծարարներին, այսինքն զեղծարարը խաբել է անձին, ինչ որ պատմություն է, հորինել ասել է, ենթադրենք, կամ հարցում եք անցնում, կամ գումար կստանաք հավելյալ եւ այլն, մարդը նույնիսկ չի գիտակցել, որ ինքը որ հավաքում է իր մուտք անունը եւ գաղտնաբառը, դա ինքը իր բենքինգը մուտք չի անում, ինքը զեղծարարին է տրամադրում այդ տվյալները։ Իդեպ ֆինանսական խարդախությունները մասնավորապես բանկային համակարգում նորություն չեն, վերջին 5 տարում 1400 նման դեպք է գրանցվել։ Բանկային
համակարգի թվայնացման եւ on-line banking-ի զարգացման հետ մեկտեղ ակտիվանում են նաեւ զեղծարարները, բայց բանկային համակարգն էլ տեղում չի դոփում։ Վերջին 1-2 ամսվա ընթացքում դեպքերը շատ նվազել են, այսպես ասեմ, գրեթե 0-ի են, հավասարվել։ Որ զեղծարարության դեպքերը նվազել են, փաստում են վիճակագրական տվյալները։ Եթե այս տարվա մարտ ամսին ուրեմն գրանցվել է 85 դեպք, ապա ապրիլին գրանցվել է 52, իսկ մայիսից մինչ օրս ընդամենը 22 դեպք։ Սա հիմնականում պայմանավորված է ներքին գործերի նախարարության եւ գործընկեր կառույցների ուրեմն կանխարգելիչ գործողությունների հետ։ Ֆինանսական խարդախության դեպքերը կանխարգելելու նպատակով բանկերը խստացրել են վարկավորման պայմանները։ Բանկերը շատ ավելի են խստացրել իրենց համակարգերը, գուցե մի քիչ հաճախորդներին հարմարավետության խնդիրներ առաջացնելով, բայց ամեն դեպքում անվտանգությունը ավելի առաջին տեղում է։ Կենտրոնական բանկը եւս մշակում է որոշակի ստանդարտներ եւ կարգավորումներ, որոնք առավելագույն արդյունքներ կգրանցեն զեղծարարների դեմ պայքարում եւ կբարձրացնեն հուսալիության մակարդակը։ Տարբերակներից մեկը զեղծարարությունների ապահովագրական համակարգի ներդրումն է։ Կիբերհանցագործության, խաբեության թե այլ պատճառներով են տուժել քաղաքացիները, դեռ պետք է պարզի դատարանը։ Մինչև այդ բանկային եւ իրավապահ համակարգի ներկայացուցիչները կրկին զգուշացնում են չտրամադրել որևէ դեպքում անձնական տվյալ այլ անձանց։ Եթե ստացվել է զանգ կամ հաղորդագրություն այս կամ այն բանկի ֆինանսական կազմակերպության անունից, անհապաղ կապ հաստատել նշված բանկի հեռախոսահամարով եւ ստուգել զանգի իսկությունը։ Իսկ եթե դարձել են մեր քաղաքացիները խարդախության զոհ, պետք է անմիջապես դիմել ոստիկանություն։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Սպուտնիկի եթերում անդրադարձել է Ռուսաստան-Ադրբեջան լարվածությանը Բաքվում Սպուտնիկ-Ադրբեջան ծառայության լրագրողների եւ Ռուսաստանի այլ քաղաքացիների ձերբակալությանը։ Ակնհայտ է, որ լրագրողների ձերբակալությունը պայմանավորված է ոչ թե նրանց աշխատանքի հետ կապված խնդիրներով, այլ ուրիշ գործոններով, համոզմունք է հայտնել Զախարովան հավելել։ Նախկինում ադրբեջանական կողմը երբեք չի բողոքել Սպուտնիկի աշխատանքից։ Միևնույն ժամանակ ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է Մոսկվայի եւ Բաքվի բարեկամական հարաբերությունները չափազանց կարևոր են։ Իսկ դրանք փչացնել ցանկացողները պետք է լավ մտածեն, ինչ որ քայլ անելուց առաջ հավելել է Զախարովան։ Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք էր հղել Ռուսաստանի դեսպանին Եկատերինբուրգում ուժայինների կողմից ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների ձերբակալության եւ սպանության համար։ Սպուտնիկ Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին էլ Ռուսաստանի ԱԳՆ էր կանչվել Ադրբեջանի դեսպանը։ Ըստ հաղորդագրության նրան բողոքի նոտա են հանձնել Բաքվի ոչ բարեկամական գործողությունների եւ երկկողմ հարաբերությունները խաթարելու միտումնավոր քայլերի համար։ Տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը, առաջինը վերջին 3 տարում։ Ըստ Կրեմլի հաղորդագրության Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը, Իսրայել-Իրան վերջին էսկալացիան, ընդգծել խաղաղության, անվտանգության, միջուկային զենքի չտարածման կարեւորությունը։ Այս առումով ընդգծվել է խաղաղ նպատակով միջուկային էներգիա զարգացնելու Թեհրանի օրինական իրավունքը, Իրանի կողմից միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը կատարելու եւ ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ գործակցելու անհրաժեշտությունը, հայտնում են Կրեմլից։ Կողմերը պայմանավորվել են շարունակել այս հարցով շփումները։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, Պուտինը հերթական անգամ մեղադրել է Արևմուտքին հակամարտությունը ձգձգելու եւ Կիևին ռազմական աջակցություն տրամադրելու համար։ Կրեմլի ղեկավարը հավելել է, կարգավորման համար անհրաժեշտ է, որ բոլոր պայմանավորվածությունները լինեն համապարփակ, երկարաժամկետ, հաշվի առնեն ճգնաժամի սկզբնապատճառները եւ տարածքային նոր իրողությունները։ Ֆրանսիական կողմի տվյալով Էմանուել Մակրոնը Պուտինին կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել եւ բանակցել։ Ելիսեյան պալատից հայտնում են, որ հեռախոսազրույցը տևել է ավելի քան 2 ժամ։ Ուկրաինական ԶԼՄ-ները վկայակոչելով իրենց աղբյուրները նշում են, որ Պուտինի հետ զրույցից հետո Մակրոնը զանգահարել է Վոլոդիմիր Զելենսկուն։ Հեռախոսազրույց են ունեցել Իրանի արտաքին գործերի նախարարը եւ Եվրամիության դիվանագիտության ղեկավարը։ Աբբաս Արաղչին եւ Կայա Կալասը քննարկել են Իրան-Իսրայել էսկալացիան։ Արաղչին մեղադրել է արևմտյան մի շարք երկրների Իսրայելի գործողությունները չդատապարտելու համար։ Դիվանագետը հավատացրել է, վճռական են պաշտպանելու իրենց երկրի տարածքային ամբողջականությունը եւ ազգային անվտանգությունը։ Արաղչիի խոսքով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների դեմ ագրեսիան եւ իրանցիների սպանությունն աննախադեպ հարված է դիվանագիտությանը եւ միջուկային զենքի չտարածման
ռեժիմին։ Կայակալացնել շեշտել է Իրանի միջուկային ծրագրի դադարեցման շուրջ բանակցությունները պետք է վերսկսվեն հնարավորինս շուտ։ Եվրամիությունը պատրաստ է աջակցել այդ գործընթացին։ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու սպառնալիքներն էլ չեն նպաստում լարվածության թուլացմանը, ընդգծել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։ Մինչ այդ Իրանում ուժի մեջ է մտել ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ աշխատանքները կասեցնելու մասին օրենքը։ Ըստ Իսլամական Հանրապետության նախագահի հրամանագրի գործակալության աշխատակիցներին արգելվում է մուտք գործել Իրան, մինչև չապահովվի միջուկային օբյեկտների եւ գիտնականների անվտանգությունը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքում համաձայնել է Գազայի հատվածում 60 օրով հրադադար հաստատելու պայմաններին։ ԱՄՆ նախագահի խոսքով այդ ընթացքում բոլոր կողմերը կաշխատեն պատերազմը վերջնականապես դադարեցնելու ուղղությամբ։ Նա տեղեկացրել է, որ հրադադարի առաջարկը Համասին կփոխանցեն Կատարի եւ Եգիպտոսի ներկայացուցիչները։ Հուսով եմ Համասը կգնա գործարքի, այլապես շատ ավելի վատ կլինի, գրել է Թրամփը Truth Social-ի էջում։ Պաղեստինյան շարժումը դեռ չի մեկնաբանել Թրամփի հայտարարությունը։ Երեկ Իսրայելի վարչապետը հայտնել էր, որ հաջորդ շաբաթ մեկնելու է Վաշինգտոն հանդիպումներ ունենալու ԱՄՆ նախագահի, փոխնախագահի, պետքարտուղարի, պաշտպանության նախարարի եւ այլ պաշտոնյաների հետ։ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Բենյամին Նեթանյահուից շատ կոշտ պահանջել դադարեցնել հակամարտությունը Գազայի հատվածում։ Կապանի բազմաբնակարան շենքերից մեկի բակում ապրող մաքրացեղ գերմանական հովվաշունը թաղամասի սիրելին է։ Նրան բոլորն են փայփայում, կերակրում, խաղում հետը։ Միայն մի խնդիր կա, ամեն տարի շունը ձագուկներ է ունենում։ Բնակիչներն էլ ակամա ստանձնում են դրանց համար տերեր գտնելու գործը։ Ես օրինակ կարող ասեմ, որ չեմ կարող տանեմ տուն պահեմ, որովհետև դա մեծացող շուն է, բայց եթե փոքր շուն լիներ, որը վաշը չմեծանար, կարայի տանել։ Կապանում թափառող շներ ու կատուներ կան գրեթե բոլոր բակերում։ Կա նաև մի կազմակերպություն, որը հավաքում է անտուն կենդանիներին ու տանում քաղաքից դուրս, բայց այն այս պահին չի աշխատում։ Ֆինանսավորում չկա։ Հիմա չունենք ֆինանսավորում, չունենք հնարավորություն։ Այս տարուկեսա շուրջ դրա մեջ ենք, զբաղվում ենք, բայց տեղական հարցեր ենք լուծում։ Մի տեղից մի տեղ տեղափոխել, այնտեղ չկծի, մյուս տեղից մյուս տեղը տեղափոխել, ասենք, որ ագրեսիվ վիճակ չլինի, բայց համակարգային հարց չի լուծում։ Այս կազմակերպությունը նաև որոշ շների ականջներից սպիտակ է կախել, որը ոչինչ չի նշանակում։ Ընդամենը փաստում է, որ թաղամասի բնակիչները համաձայն են կենդանու իրենց բակում ապրելուն։ Որևէ այլ միջոցառում իրականացնելու հնարավորություն կառույցը չունի։ Կապան համայնքում ընդհանուր մոնիտորինգի արդյունքում 50-ից 70 գլուխ շուն, որոնք որ անդադ թափառում են։ 50-ից 70 գլուխ շունը դրանց ստեղծման, դրանց բժշկական, եթե կատաղած են, դրանց ասենք կատաղության դեմ սրսկման, այսինքն համապատասխան պրոցեդուրաները բոլորը եթե կարողանում են անցնեն, տարեկան 24-ից 25 միլիոն դրամի կարգի գումար, եթե ֆինանսավորվի մեր կազմակերպությանը, լուծում է կապանում թափառող շների խնդիրը։ Բազմամյա փորձով անասնաբույժ Արմեն Օրբելյանը բացատրում է, շների ականջներին դաջված թիվը պետք է անձնագրի դեր ունենա։ Թափառող կենդանուն բռնելուց հետո անհրաժեշտ է կատարել մի շարք միջոցառումներ, որոնք շատ թանկ չեն, բայց առանց գումարի անիրականանալի են։ Թափառող կենդանուն բռնելուց հետո պետք է ճիճվաթափել, այնուհետև վակցինացնել, ստերջացնել, այնուհետև ականջակալով պիտակավորում ենք, որպեսզի հասկանանք տվյալ կենդանին ստացել է հետևյալ պրոցեդուրաները, թե չէ։ Մեկ կենդանու հաշվով, ճիշտ ասած, մոտավոր թվեր կլինեն, ճիճվաթափման համար մոտավորապես մի 1000 դրամի չափով, վակցինաները ըստ ֆիրմայի հետ կապված մինչև 15000-ի, վիրահատությունը չեմ կարող ասել, ճիշտ ասած, երևի մինչև 20-15000 դրամի չափով կլինեն։ Թափառող կենդանիները ապրելու հավասար իրավունքներ ունեն։ Նրանց վնասելը մարդասիրական չէ, իսկ քանակը նորմայի մեջ պահելու աշխարհին հայտնի լավագույն ձևը ստերջացումն է։ Այս միջամտությունը Կապանում հնարավոր է կատարել միայն որցերի դեպքում։ Էգեր ստերջացնող հաստատություններ չկան։ Ինչ-ինչ խնդիրներից ելնելով եղել են դեպքեր, երբ արու կենդանիներին հեռացվել է ամորձիները, իսկ էգերին չենք անում։ Խնդիրը վերապատրաստման հետ է կապված։ Արու կենդանիներին վիրահատություն անում ենք, հեռացնում ենք սեռական օրգաններ, իսկ էգերին չենք անում, չենք արել։ Չկա պայմաններ, ճիշտ ասած, մեր մոտ չկա
ոչ մի պայման թեստավորման, ռենտգեն, սոնոգրաֆիա, մինչ կենթանուն վիրահատելը պետք է հետազոտվեն այրան, անալիզ պետք է վերցնեն, ընդ ներքին օրգանները մի հատ ուսումնասիրեն, մինչ նարկոզ տալը, մեր մոտ չկա այդ պայմանները։ Թափառող կենդանիների քանակից ու վարքից բողոքող քաղաքացիների պակաս չկա։ Կապանի համայնքապետարանում խնդիրը կարևորում են, բայց այս պահին անտուն շներով ու կատուներով զբաղվող, անասնաբուժական անհրաժեշտ միջոցառումներ կատարող ու ամենակարևորը ստերջանցնող կազմակերպություն համայնքում առկա չէ։ Թափառող կենդանիների խմբերը նվազեցնելու միջոցներից է զանգվածային ստերջացումն ու իմունիզացիան, որին հաջորդում է շների որդեգրման կազմակերպումը կամ շների նախնական տարածքներ վերադարձնելը։ Խնդիրը հնարավոր է լուծել տվյալ ոլորտում մասնագիտացված կազմակերպությունների ու ընկերությունների միջոցով։ Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, Կապանի համայնքապետարանը պատրաստական է միջոցներ ներդնելու կանխարգելիչ եւ արդյունավետ լուծումներ ապահովելու նպատակով։ Սակայն համայնքապետարանի կողմից հայտարարված մրցույթին որևէ կազմակերպություն չի մասնակցել։ Կապանում օրեցօր ավելանում են թանկարժեք ու մաքրացեղ կենդանիներ ունեցող մարդիկ։ Նրանք հաճախ են մայրաքաղաք մեկնում, քանի որ մարզկենտրոնում մասնագիտացված կլինիկա չկա։ Անասնաբույժը ներդրողների ուշադրությունն է հրավիրում շուկայում ազատ, բայց շատ եկամտաբեր այս հատվածի վրա։ Օրական լինում է ամենակիչը 2-3 կանչ շների հետ կապված տարբեր դեպքերով, թե պարվավիրուս էնտերիտ լինի, թե դեպքեր լինի տրավմաներ եւ այլն, չունենք այդ հարմարությունը, անգամ ռենտգեն չկա, որ մենք հասկանանք կենթանու կաղությունը ինչի հետ է կապված։ Ասենք թեստավորման հետ կապված, ընդ վիրուսա թե միկրոբային բնույթի հետ կապված հիվանդություն է, սոնոգրաֆիա ոչ մի բան չունենք Կապանի տարածաշրջանում, բայց շուն պահողները շատ են, անգամ Կապանի տարածաշրջանի մոտի քաղաքներից, Քաջարանից, Մեղրիից, մոտակա գյուղերից մարդիկ գնում բերում են կենթանուն, հիվանդանալու ժամանակ շատ դժվար է արդեն ճիշտ դիագնոզ դնելը։ Թափառող կենդանիների խնդիրն առկա է ամբողջ մարզում, հատկապես քաղաքային բնակավայրերում տարատեսակ ժամանակավոր միջոցառումները ցանկալի արդյունքի չեն բերում։ Նոյեմբերյանի համայնքապետարանի եւ Պարի ու սպորտային պարերի համահայկական խորհրդի համագործակցությամբ հունիսի 29-ին Նոյեմբերյան քաղաքում անցկացվեց համայնքի առաջին սպորտային պարահանդեսային մրցույթ փառատոնը։ Աշխատում ենք տարածել եւ ավելի շատ հասանելի դարձնել սպորտային պարահանդեսային պարերը ոչ միայն Երևանում, ոչ միայն արդեն Գյումրիում, այլ նաեւ մյուս մարզերում, քանի որ դա շատ արդիական է։ Ինչու արդիական։ Մենք հասկանում ենք, որ սպորտային պարահանդեսային պարերով ոչ բոլորն են զբաղվելու, բայց երեխաների ներգրավել այս գեղեցիկ մշակույթի մեջ, որտեղ կա հորմոնիա, էթիկա, էսթետիկա, որպեսզի իրենք առնչվեն այս աշխարհի հետ եւ ինչու՞ չէ, ճաշակ զարգացնեն, տեսնեն ինչ կա բացի, օրինակ վերցնեք ազգային պարեր, հա, մեր շատ լավ է, շատ կարևոր է, որ երեխաները զբաղվում են եւ պարում են ազգային պարերը, մեր ազգային մշակույթն են զարգացնում, բայց նաև բացի դրանից կա նաև այն աշխարհը, որը մենք այսօր բերել ենք համայնք, նոյեմբերյան համայնք առաջին անգամ, քանի որ ես շատ վաղուց եմ դա ուզում անել։ Միջոցառմանը մասնակցեցին Երևանի, Գյումրիի, Աշոտսկի, Մեղրիի, Թբիլիսիի եւ Նոյեմբերյան համայնքի տարբեր տարիքային պարային խմբեր։ Ծնողներ, սիրելի երեխաներ, ողջունում եմ բոլորին եւ այս գեղեցիկ առիթով ուզում եմ շնորհավորել բոլորին, որովհետեւ սա անդրամիկ փառատոնն է նոյեմբերյանում սպորտային եւ պարահանդեսային պարերին նվիրված եւ նաեւ ինքնին շնորհակալություն եմ հայտնում մեր Մարիաննա Մանմանյանին, այս մարզաձևը, այս սպորտաձևը, այս պարահանդեսը մեր համայնքում հիմք դնելու եւ զարգացնելու համար։ Մրցույթ փառատոնը հնարավորություն տվեց ներկայացնելու ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու պարողների կարողություններն ու պատրաստվածությունը։ Ես Սունդով Արցախից եմ, մասնակցել եմ համայնքական խաղերի ու գրավել 3-րդ տեղ, մասնակցում եմ 2-րդ անգամ։ Ես շատ հուզված եմ, հուսալ լավ ելույթ ունենամ։ Ես եկել եմ Թբիլիսիից։
Շատ ուրախ եմ, որ մասնակցեցի այս գեղեցիկ մրցույթին։ Ինձ համար սա մեծ ուրախություն է, քանի որ կարողացա զբաղեցնել առաջին հորիզոնականը։ Փառատոնի ավարտին հաղթող եւ աչքի ընկած թիմերն արժանացան հավաստագրերի, գավաթների ու հուշանվերների։ Միջոցառումը վերածվեց ոչ միայն մրցույթի, այլև իսկական մշակութային տոնի, բացելով նոր էջ նոյեմբերյանի համայնքում պարարվեստի զարգացման համար։ Բաց սահմաններ խաղաղության, ժողովրդավարության և զարգացման ինստիտուտը մամուլի ասուլիսով ամփոփում է գենդերային արդարադատության ակադեմիա ծրագիրը։ Նիդերլանդների թագավորության ֆինանսական աջակցությամբ իրականացվող այս ծրագիրն ուղղված էր գենդերային և ընտանեկան բռնությունների դեպքերին, այս կամ այն կերպ առնչվող կառույցների ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի վերապատրաստումներին։ Ակադեմիայի շրջանակում ամեն շահառու խմբի համար համատեղ տեղական եւ միջազգային մասնագետների հետ ստանալով բոլոր շահառու խմբերից իրենց առաջարկները մշակել ենք յուրաքանչյուր խմբի համար առանձին դասավանդման պլան իր թեմատիկ առարկաներով, որպեսզի կարողանանք բավարարել նրանց հետաքրքրությունները։ Այս համագործակցությունը թույլ է տվել ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ բաց խոսվել է, բաց քննարկվել են իրական խնդիրներ, օրենքի կիրառումից մինչև զոհի ու բռնարարի հոգեբանական վիճակի ընկալում։ Ծրագրի իրականացման 9 ամիսների ընթացքում կազմակերպվել է 5 ակադեմիա, որոնց ընթացքում ոլորտի մասնագետները ծանոթացել են գենդերային և ընտանեկան բռնության դեմ պայքարի միջազգային փորձին, իրավական մեխանիզմներին, ներկայացրել են տեղական փորձն ու օրենսդրական դաշտը, ձեռք են բերել լրացուցիչ գիտելիքներ իրենց գործունեությունն առավել զոհակենտրոն դարձնելու վերաբերյալ։ Առաջին 2 ակադեմիան ոստիկաններն են մասնակցել եւ հպարտությամբ կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության բոլոր ոստիկանապետերը եւ տեղականները մեր ծրագրի շրջանակում վերապատրաստվել են։ Հետո դատախազության 1 ակադեմիա ունեցել ենք դատախազության ներկայացուցիչների համար, 1 ակադեմիա դատավորների համար եւ 1 ակադեմիա համատեղել ենք քաղաքասարակության ներկայացուցիչների եւ մեդիա ներկայացուցիչների համար։ Ես մի քանի թիվ ուղղակի շեշտեմ, հավելում են Էլեանորայի, մենք վերապատրաստել ենք 100-ից ավելի ոստիկաններ, մոտ 50 դատախազներ, 30 դատավորներ, 30 քաղաքծառայության եւ մամուլի ոլորտում աշխատող փորձագետներ եւ կարծում եմ, որ այս վերապատրաստումները սկիզբն էին այն աշխատանքի, որ հետո տարվելու է։ Մամուլի ասուլիսին ծրագրի արդյունավետության եւ արդեն իսկ նկատվող դրական տեղաշարժերի մասին են խոսում նաեւ իրավական ոլորտի մասնագետները, կարեւորելով ակադեմիաների բովանդակությունն ու մասնակիցների ներգրավման ծավալները։ Մենք ունեցել ենք ոստիկանությունում վերապատրաստումներ, բայց երբեք ղեկավար կազմի վերապատրաստումները այդ ծավալով չեն իրականացվել, որ բոլորը անցնեն վերապատրաստումը։ Նպատակը նա է, որ հնարավորինս ինքը ավելի արդյունավետ լինի, ազդեցիկ լինի, հետևանքներ ունենան։ Լավ էր տեսնել Նիդերլանդների թագավորության տվյալ ոլորտում մասնակցող պրոֆեսիոնալի մոտեցումները, համակարգը, տարբերությունները եւ նմանությունները, որ առկա են մեր իրավական համակարգի հետ։ Վերջի փուլում դատավորներին եւս հնարավորություն ձեռնվեց այդ շղթայի մեջ առնվազն ծանոթանալու են մոտեցումներին, որ առաջադրվում էր նաև միջազգային ստանդարտների տեսանկյունից։ Բանախոսների հիմնական ելույթներին հաջորդում է հարց ու պատասխանը։ Լրատվամիջոցների ներկայացուցիչները նրանց ուղղում են հարցեր կապված ծրագրի շարունակականության, վերապատրաստված մասնագետների առօրյա գործունեության ընթացքում նկատվող փոփոխությունների վերաբերյալ։
Հունիսի 24-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Խորոն գյուղում գտնվող իր տնից գողություն է կատարվել։ Մեկնել է քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Տուժած քաղաքացին հայտնել է, որ հունիսի 18-ից 24-ը բացակայել են տնից եւ հենց այդ ընթացքում բացել էին տան հետնամասի պատուհանը եւ գողացել ոսկեղեն ու գումար։ Բացահայտման գործում օգնության եկան նաեւ համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները եւ հունիսի 26-ին բնակարանային գողությունն արդեն բացահայտված էր։ Տուժածի համագյուղացի 26-ամյա երիտասարդը ձերբակալվեց, ներկայացվեց բաժին, որտեղ էլ խոստովանեց արարքը։ Գողոնը վերադարձվել է տիրոջը։ Երիտասարդու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։